Հայաստանում սոցիալական անարդարությունը վաղուց այլևս պատահականություն չէ։ Այն դարձել է պետական կառավարման հետևանք։ Թոշակառուն, ով տասնամյակներ աշխատել է այս երկրի համար, այսօր ստիպված է ապրել շատ ցածր եւ շատ դեպքերում կենսական էլեմենտար խնդիրները լուծելու համար անհամաչափ թոշակով, կանգնելով դեղ գնելու եւ հաց գնելու միջև ընտրության առաջ։ Սա ոչ թե տնտեսական ճգնաժամի արդյունք է, այլ սխալ քաղաքական առաջնահերթությունների։ Մինչև հազարավոր թոշակառուներ գոյատևում են, իշխանության ներսում գործում է պարգևավճարների անհասկանալի համակարգը։ Նախարարները ստանում են մինչև 7 միլիոն դրամ պարգևավճար, պատգամավորները մինչև 3 միլիոն դրամ, այն դեպքում, երբ նրանց որոշումների հետևանքով երկրի սոցիալական շերտերը օր-օրի աղքատանում են։ Սա բարոյական խզում է իշխանության եւ ժողովրդի միջև։ Պետական բյուջեն կոչված է ծառայել հանրությանը, սակայն այն վերածվել է սեփական վերնախավը խրախուսելու գործիքի։ Թոշակների ցածր մակարդակը սխալ հաշվարկ չէ, դա քաղաքական ընտրություն է, եւ երբ իշխանությունը ընտրում է պարգևավճարները թոշակառուների արժանապատիվ կյանքի փոխարեն, դա արդեն թալանի համակարգ է, ոչ թե կառավարում։